մի ծերունի, թակելով աթեիստ գիտնականի աշխատասենյակի դուռը և ներս մտնելով հարցնում է. «Բալա ջան, ինձ ասել են, որ այս կողմերում եկեղեցի կա, չես ասի, թե որտեղ է այն»։ «Չգիտեմ, ծերուկ, և ընդհանրապես ի՞նչ եկեղեցի», պատասխանում է աթեիստ գիտնականը։ «Հա, չգիտես, հա, լավ, ես գնամ, Աստված հետդ», ասում է ծերունին և շրջվելով փորձում է դուրս գալ։ «Ծերուկ», կանչում է աթեիստ գիտնականը, «այստեղ արի»։ Ծերունին մոտենում է։ «Ահա տես», շարունակում է աթեիստ գիտնականը, «մենք գիտնականներս ամբողջ երկիրն ենք հետազոտել, նաև ծովի հատակը և տիեզերքը, բայց հավատա քո Աստծուն դեռ ոչ մի անգամ չենք տեսել»։ «Աստված չկա, ծերուկ, չկա, գնա խաղաղությամբ»։ «Լավ», արձագանքում է ծերունին, «այդքան բան դու ասացիր, մի բան էլ ես ասեմ։ Ես մեծ մարդ եմ, բան չգիտեմ, դու որ այդքան ամեն ինչ լավ գիտես, ինձ ասա, այդ ինչի՞ց է, որ իմ և քո քթի տակ բեղեր են աճում, իսկ կանանց մոտ չի աճում»։ «Ես երբեք չեմ մտածել նման մանրուքների մասին, չգիտեմ», ասում է աթեիստ գիտնականը։ «Բա որ չգիտես քթիդ տակ ինչ է կատարվում, ուր ես գլուխդ խոթում այն հեռու տիեզերքը», հակադարձում է ծերունին և հեռանում։ Պողոս առաքյալը գրում է. «Վասնզի ինչ որ Աստծո մասին պետք է գիտնալ, իրենց մեջ հայտնի է, որովհետև Աստված անոնց հայտնեց, քանզի աներևույթ բաները աշխարհի սկզբեն ստեղծվածներովը կիմացվին, կտեսնվին, այսինքն իր մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը, որպեսզի անպատասխանի մնան»։ Հռոմեացիս 1:19-20